Ինչպես հայտնի է, թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված երկու թեկնածուներին՝ Հանրապետական Արման Սահակյանին և ՀԱԿ Գյումրու գրասենյակի պատասխանատու Մուրադ Գրիգորյանին ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունները պաշտոնապես չեն սատարելու։ Ժառանգություն և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների տեղի պատասխանատուները հայտնեցին, որ այս ընտրությունները իրենք համարում են թատերական ներկայացում և որ բեմադրությանը չեն մասնակցելու։ Պաշտոնապես Արման Սահակյանին սատարելու մասին հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Որոշումը ՀԿ Գյումրու տարածքային կառույցի ներկայացուցիչների ցանկությունն է եղել, ասում է կուսակցության մամլոխոսնակը։ Ըստ էության այդ խնդիրների լուծման իրենց պատկերացումների վերաբերյալ կուսակցությունում քննարկում չի եղել եւ դրան անդրադարձ կատարող էլ չի եղել։ ԲՀԿ-ն որը մեկին սատարելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի արել եւ այդպիսի որոշում չունի։ Դա տեղի կառույցի որոշումն է։ Քանի որ մենք այնտեղ տեխնացություն ենք, տեղի կառույցն է որոշել ում է սատարելու, բայց ԲՀԿ-ն Բաղարաց Հայաստան կուսակցությունը որևէ մեկին չի սատարում։ Սամվել Բալասանյանն իր կարծիքն է արտահայտել, բայց մենք գիտենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներն ամեն դեպքում աշխատելու են մեր տեխնացուի հետ եւ սատարելու են Մուրադ Գրիգորյանին, ասում է ՀԱԿ անդամ ազգային ժողովի падգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։ Վերջինիս խոսքերով Բալասանյանն այս քայլով փորձում է իր շնորհակալությունը հայտնել Սերժ Սարգսյանին։ Ամեն դեպքում Բալասանյանի առաջադրմանը նպաստեց նաև Հանրապետական կուսակցությունը։ Միգուցե փորձում է շնորհակալ լինել։ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է, որպես իր փեսայի մտերիմ ընկերը ստանա падգամավորական մանդատ, շարունակում է Լյուդմիլա Սարգսյանը։ Երախտագիտությունը լավ բան է, այսպես արձագանքեց ՀՀԿ մամլոխոսնակ Էդուարդ Շարմազանովը, երբ նրան փոխանցեցին ՀԱԿ ներկայացուցչի այն դիտարկումները, որ Բալասանյանը Արման Սահակյանին սատարելով փորձում է իր պարտքը վերադարձնել Սերժ Սարգսյանին։ ՀԱԿ-ի ներկայացուցիչներին կհորդորեի անհեթեթ բաներով չզբաղվել, անլուրջ հայտարարություններ չանել։ Արման Սահակյանը մեր կուսակցության անդամ է, Արման Սահակյանը ընտրություններում նախորդ բավականաչափ ձայն է հավաքել, Գյումրիում ունի բավականաչափ հեղինակություն եւ ամեն ինչ կորոշի Գյումրու ժողովուրդը ինչու է անհանգստացել։ Այս ընտրություններում անհանգստացողը ՀԱԿ-ը չէ, որ կլինի, գտնում է Լյուդմիլա Սարգսյանը, եթե կազմակերպվի արդար եւ թափանցիկ ընտրություններ, ապա լրացուցիչ ընտրություններում падգամավոր կընտրվի Մուրադ Գրիգորյանը։ Եթե հաշվի ենք առնում այն ֆինանսական ռեսուրսները, որին տիրապետում է Հանրապետական կուսակցությունը եւ ամեն մի ընտրության ժամանակ այն մշակույթը, որ ճակետավոր մշակույթը, որ նրանք կիրառում են, չեմ բացառում, որ նորից փորձեն ամեն գնով այնտեղ իրենց տեխնացուի հաղթանակը ապահովել։ Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքում ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 2-ին։ Բացվելու է 45 ընտրատեղամաս, որից 16-ը գյուղական համայնքներում, իսկ մնացածը Գյումրի քաղաքում։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս։